Ռուսաստանյան կայքերից Դոնդեյ կենտրոն անդրադարձել է ազգությամբ հայ էնդոկրինոլոգ Մարինա Հայրապետյանի ողբերգական սպանությանը։ Սպանված էնդոկրինոլոգ Մարինա Հայրապետյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռոստովի մարզում։ Հոկտեմբերին 44-ամյա Մարինան մեկնել էր Հայաստան, այնտեղ նրա մեքենան կանգնեցրել է անհայտ տղամարդը զենքով։ Դա տեղի է ունեցել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում։ Անծանոթը նստել է մեքենան, տարել նրան դաշտ, այնտեղ նա պահանջել է մեքենայի բանալիները, բայց նա դիմադրել է։ Զինված անձը սառնասրտորեն կրակել է Մարինայի վրա, ապա փախել գողացված ավտոմեքենայով։ Այդ պահին Մարինայի մայրիկի սիրտը զգացել է։ Սովորությունից ելնելով նա հաղորդագրություն է ուղարկել դստերը, հարցնելով, թե ինչպես է նա, սակայն մեկ ժամ անց և նույնիսկ մի քանի ժամ անց նրա հաղորդագրությունները չէին կարդացվել։ Անհանգստացած մայրը սկսել է զանգահարել դստերը, սակայն ոչ ոք չի պատասխանել հեռախոսին, և այդ ժամանակ մոր սիրտը սկսել է արագ զարկել։ Ինչպես մայրն է նշել, նրա դուստրը երբեք չէր անհետանա առանց նախ զգուշացման։ Մարինայի ընտանիքը նրա մահվան մասին իմացել է այն բանից հետո, երբ աղմկահարույց սպանության պատմությունը տարածվել է։ Սկզբում հարազատներն ու ընկերները չեն հավատացել դրան, սկսել են զանգահարել մեկը մյուսին, պարզելու արդյոք դա ճիշտ է։ Դժբախտաբար սարսափելի տեղեկատվությունը հաստատվել է։ Հանցագործը ձերբակալվել է, սակայն նրա զոհերին այլևս հնարավոր չի վերադարձնել։ Դեպքից հետո Մարինա Հայրապետյանի մարմինը տեղափոխվեց Ռոստով։ Հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ Սուրբ Խաչ տաճարում հոկտեմբերի 16-ին։ Հարյուրավոր մարդիկ էին եկել իրենց վերջին հրաժեշտը տալու սիրված բժշկուհուն։ Ոմանց համար նա սիրելի ազգական էր, ոմանց համար հավատարիմ ընկեր էր, որոշների համար հոգատար անձ։ Մարինայի մայրը անդադար լաց էր լինում։ Նա աղաղակում էր, որ ծնողները չպետք է իրենց երեխաներին հուղարկավորեն։ Մայրը չպիտի հուղարկավորի իր երեխային։ Մարինա, բացիր աչքերդ, բոլորին բուժում էիր, բոլորին փրկում էիր։ Իսկ հիմա ինչ անեմ ես, չեմ հավատում, ասում էր Մարինա Հայրապետյանի մայրը։ Հավանենք նաև, որ երեկ ներկայացրել էինք Մարինա Հայրապետյանի եղբոր անկեղծ խոստովանությունը դեպքի և այդտեղ տեղի ունեցած մանրամասների վերաբերյալ։ Հայաստանում զոհված Մարինա Հայրապետյանի եղբայրը մանրամասներ է հայտնել նրա սպանության մասին։ Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 17-ին իր սոցցանցերում պատմել է Զովաշենում տեղի ունեցածի մասին։ Այս մասին գրում է Դոնդեյը։ Այդ օրը տեղի է ունեցել ռոստովցի էնդոկրինոլոգ Մարինա Հայրապետյանի հուղարկավորությունը։ Ողբերգական իրադարձությունից հետո տղամարդը ուժ է գտել պատմել քրոջ մահվան հանգամանքների մասին։ Նա ուղերձ է ձայնագրել լրատվամիջոցներին, նպատակ ունենալով ցրել նրա մահվան մասին սխալ լուրերը։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մահվան օրը Մարինա Մուշեղովնան ամուսնու հետ մեկնել է Հայաստան իրենց մտերիմների հարսանիքին։ Ամուսինները կանգ են առել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում տաղավարում հանգստանալու համար։ Այնտեղ նրանց մոտեցել է անծանոթ տղամարդ հրացանով։ Տղամարդը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն Մարինայի ամուսինը դիմադրել է նրան։ Արդյունքում անծանոթը սառնասրտորեն գնդակահարել է զույգին և հեռացել առևանգված մեքենայով։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ, նրանք պառկած էին նույն տաղավարում, իսկ հանցագործին գտել և ձերբակալել են։ Ինչպես պարզվել է, ամեն ինչ մի փոքր այլ է եղել։ Մարինան գնում էր մի տղամարդու հետ, որն աշխատանքներ էր կատարում իր բնակարանում կահույքի վերանորոգման գծով։ Վերջինիս մայրն իրեն վատ էր զգում, և կինը գնում էր նրա մոտ բժշկական խորհրդատվություն տրամադրելու համար։ Ճանապարհին Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի այդ տարավաղտ վայրի մոտ զինված տղամարդը նրանց կանգնեցրել է ճանապարհին, նստեցրել նրանց մեքենան, տարել դաշտ և այնտեղ նրանցից պահանջել բանալիները, պատմել է Դավիթը։ Այն ամենը, ինչ այնտեղ տեղի է ունեցել, դուք շատ լավ գիտեք, և իմ քրոջը սպանել է այդ մարդը, այդ գազանը և Վահե Մարտիրոսյանին։ Դեռևս քննությունը պարզում է կատարվածի ամբողջական պատկերը։ Ողբերգական իրադարձության շատ պահեր դեռ պետք է բացահայտվեն։ Նրան հուղարկավորեցին, և ահա ինձ սկսեցին հաղորդագրություններ ուղարկել։ Քո քրոջ մասին է խոսքը, քո քրոջ մասին է, ես պարզապես կարդում եմ և մենք բոլորս վատ ենք զգում։ Ես անպայման պետք է հանդես գայի և պատմեի այդ մասին, նշել է զոհվածի եղբայրը։ Մարինա Հայրապետյանը ուղարկավորվել է հոկտեմբերի 17-ին Ռոստովի մարզում։ Տաղանդավոր բժշկի հետ հրաժեշտը իսկական փորձություն է դարձել նրա հարազատների համար։ Զոհված կինը դեռահաս դուստր ուներ։ Գրում են ԶԼՄ-ները։ Նշենք նաև, որ ավելի վաղ մենք ներկայացրել էինք ողբերգական դեպքի մանրամասները։ Համացանցում տարբեր տեղեկություններ էին հայտնվում ոճրագործի մասին, ինչպես նաև նրա կատարած գործողությունների վերաբերյալ։
Արամուսում ամուսիններին սպանած Ստահակ Ճիվաղը իր սև գործն անելուց հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է։ Իր սև գործը երկրորդ անգամ տականքը կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին։ Կրակոցները արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքից ժամեր անց ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ու նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին։ Կասկածյալը հայտնաբերվել էր ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ օպերատիվ տեղեկությունների սպանության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն էին։ Այնուհետև Ստահակը իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել եւ գնացել են Արամուս գյուղի դաշտ գազար հավաքելու։ Հրազենով զինված մոտեցել է նրանց եւ իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի։ Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված փորձորդական հրացանից։ Հոկտեմբերի 12-ին առեղծվածային մահվան դեպքեր էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում եւ ներքին գործերի ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան։ Տեղական ժամանակ է Շամշյանքոմը ահազանգեր է ստանում Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցի բնակիչներից եւ այնտեղ գործող մանկապարտեզ հաճախորդների ծնողներից, ովքեր իրենց վրդովմունքն են ուղղում Վիոլիա ջուր ընկերության հասցեին։ Հոկտեմբերի 14-ին բնակիչներն, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Մոտ 2 ամիս է այս գարշահոտն ենք խնդրում։ Դիտահորից կեղտաջուրն իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է»։ Ուր ասես դիմել ենք Երևանի քաղաքապետարանի թեժգից, Էրեբունու թաղապետարան Վեոլիա ջուր, սակայն ոչ մի դրական պատասխան։ Վեոլիա ջուրը ասում է, դա մեր տիրույթում չի, մենք նման ջրահեռացման գիծ չունենք մեզ մոտ հաշվառված, հետևաբար անելիք չունենք։ Հիմա չգիտենք ով է սրա դեմն առնելու։ 2 անգամ նույնիսկ մանկապարտեզ հաճախելուց 2 երեխա է ընկել կեղտաջրերի մեջ, սովորաբար ամառն ասում են լուսամուտները բաց բայեք։ Մեզ մոտ դուռ լուսամուտն ենք զմռսել, որ այս հոտը չմտնի տներով։ Խնդրում ենք, պահանջում ենք մի բան արեք, մի ամբողջ թղամաս փրկեք այս կեղտից ու գարշահոտից, թե չէ ինչի է նման հակասանիտարական վիճակ ու ամեն պահի վարակի ստեղծում ու բռնուկում, նշել են բնակիչները։ Հոկտեմբերի 14-ին Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Խ-ն առավոտյան աշխատանքի մեկնելիս նկատել է, որ Օհանովի երկրորդ շենքի բակում իր կողմից կայանված իրեն պատկանող Chevrolet Volt մագնիշի ավտոմեքենան թալանել են։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով անհայտ անձը կամ անձին 21 խ-ի ավտոմեքենայի վրայից գողացել են ծալովի ծածկը, կապոտ, լուսարձակները, 7 հայելիները, նրան պատճառելով մոտ 1,5 միլիոն դրամի վնաս։